Ոնց պիտի սկսես, ինչ կա պետք է ասես ինգա։ Հենց ես վախոն ոնց որ նախագահի մոտ ես եկել։ Հա դե մտածում էի մնայի տանը մտքերս կհավաքեի կխոսեի էլի նորմալ։ Դե հիմա եկել ենք հո հետ չես գնալու ինգա։ Լավ, գնում եմ։ Քեզ ներս կթողեն, չէ։ Հա ոնց չեմ թողնում։ Դե գնա, ես քեզ տեղ կսպասեմ։ Մենակ չասես, որ փոշմանեցիր ինգա։ Չէ, դավո այն բժիշկը։ Ո՞վ։ Այն Մակարյանը, Դևա։ Ո՞վ ես։ Հա դավո, այդ մարդն է, որ ինձ հետ հանդիպել էր։ Ես քաչալ մարդ եմ ինգա։ Հա դավո։ Այ հորս սարաֆոնց ես սկզբից գլխի չէի ինգե, որ ես Վռամի Սարգսնա։ Ինչ Վռամ։ Վռամ Շահամյանի, ես հաստավիզը Վռամ Շահամյանի օգնականն է։ Վռամ Շահամյանի։ Հա ինգա։ Ես տեսնում միասին էի։ Փաստորեն։ Հա, փաստորեն Վռամը հետաքրքրվել է մամայիդ հարցով։ Ու ինքն էլ ուղարկել է այդ հաստագլխին քո հետևից։ Փաստորեն Վռամ Շահամյանը տեղյակ է մամայիս մասին։ Հիմա եկել են պապայիդ ասեն, որ ինչ։ Չեմ հասկանում ինչ կապ ունեն իրանք այս ամենի հետ։ Ինչ կա չհասկանալու ինգա։ Հիմա Վռամի տղեն բանտում է։ Հորդ ինչ որ ձև պետք է գտնեին ճնշելու։ Այնա մալադես այդ մարդկանց գտել են։ Դավո ինչ ես ասում։ Նստեք։ Վռամ, թե տղուտ մասին ես հարցնելու, դե ասեմ, որ ոչ մի փոփոխություն դեռ չկա։ Գործը տվյալ պահին վերանայվում է։ Չէ, Վալերիա։ Պատկերացրու, որ եկել եմ ոչ թե քեզանից ինչ-որ բան իմանալու, այլ ինքս եմ ուզում քեզ որոշ բաներ ասել։ Ինչի մասին, ինչ պիտի ասես։ Հնարավոր է, որ գործը կտրուկ փոփոխություն բերի։ Ինչ ես ասում, Վռամ։ Ես ինչ է։ Շուտով կիմանաս։ Ձեռս առնում, Վռամ։ Դե բան ունես ասելու, մարդավարի ասել։ Հիմա իմ փոխարեն ամեն ինչ կասեմ։ Դու լսի, ուշադիր լսի։ Փաստորեն դա որ իրանք ինձ օգտագործել են պապայի դեմ։ Բայց ախր ես այդ բժիշկին ոչինչ չեմ պատմել, է։ Ինձ թվում է, որ այդ վրեժը հետևել է քեզ։ Աչքը քեզանից չի կտրել։ Ոնց է հետևել։ Շատ սովորական, ինգա մարդկանց ոնց են հետևում։ Փաստորեն իրանք այդ Աշոտ Բարսեղյանի մոտ մեզնից շուտ են գնաց, այսինքն իրանք տեղյակ էին իր մասին։ Հա, պարզ է, որ տեղյակ էին։ Բան չեմ հասկանում, Դավո։ Ինգա հաստատ ոչ մեկին ոչ մի բան չես ասել այդ Բարսեղյանի մասին։ Ինչ ես խոսում, Դավո, դու չգիտես, մենակ քեզ հետ եմ խոսել այդ թեմայով։ Բան չեմ հասկանում։ Օրս արև բան չեմ ջոկում։ Փաստորեն հիմա իրանք պապայի հետ այդ թեմայով են խոսում։ Երևի էլի։ Լավ, արի նստի գնենք։
Գնանք տենանք ինչ ենք անում։ Ինձ թվում է այսքանն էլ է հերիք։ Նա Ջենիֆեր Բրաուն, Դայան Գրիգ, ամերիկացի շպիոն, լավ չի, հետ չլավ չի։ Լսի Ղազարյան, պատկերացնում ես, որ ես ձայնագրությունը հանկարծ հայտնվի համապատասխան մարմինների ձեռքում։ Բայց դու մի անհանգստացի, ես կասետը քեզ կթողնենք, մենք մեր ունենք, կթողնենք ոչ միջև վերջ հետո լսես, ես կարճ կկապեմ Ղազարյան, այսօր ինքում, սուրեն պիտի տանը լինի։ Այս ինֆորմացիան քեզ որտեղից։ Ինչ կարևոր է։ Հարցնում եմ որտեղից։ Որ ասեմ աղջկանից տեմ իմացել, կհավատաս։ Ստեղ սխալ ինֆորմացիա է։ Սուտ է։ Տենց բան չկա։ Այդ սպանության գործը ընդհանրապես պիտի փակվի։ Ես հասկանում եմ, որ դա մի օրում լուծելու հարց չի։ Դրա համար էլ մենակ Սուրենի մասին եմ խոսում, առայժմ։ Իսկ հետո բանի մասին կմտածես։ Բայց լավ կլինի, որ հենց այսօրվանից մտածես, թե ոնց ես անելու, որ այդ պապկեն շատ սիրուն ձևի փակես ու գցես արխիվ։ Շատ չես հոգևորվում, վառա։ Ես կասետը կարաս վերցնես ու տանես ուր ուզում ես։ Դու երևի լավ չես ըմբռնում հարցի լրջությունը։ Բայց քանի որ ես բարի մարդ եմ, արի սենց անենք։ Մենք հիմա կգնանք, քեզ մենակ կթողնենք, որ կարողանաս մտքերդ հավաքել ու հասկանալ քո վիճակը։ Դու հիմա տաք ես։ Լավ չես հասկանում։ Արի վեշ, արի գնանք չխանգարենք, մարդը թող հանգիստ մտածի։ Հավըրա, թող մտածի։ Գնանք մերոնց ասենք, թող այսօր մի հատ կարգի սեղան գցեն, տոնական։ Սուրենին պիտի մարդավարի դիմավորենք։ Խեղճ տղեն ինչքան ժամանակ ակարգին բան չի կերել։
Նրանք ես իմ ձեռով մի համով բան կպատրաստեմ։